Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Հասկանում եք, ձեզնից շատերը կարող էին ավելի շատ հանգստանալ եւ ավելի քիչ լարվել, եթե պարզապես չփորձեիք ստանալ ձեր արժեքը եւ գնահատականը ամեն բան ինքնուրույն անելով, կամ վախենալով, որ մեկ ուրիշը կարող է մի փոքր վաստակ ունենալ։ Ես Ջոյս Մայերն եմ եւ հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Շատ լավ, ինքնագնահատականի որոնում։ Բոլորը ցանկանում են իմանալ, որ իրենք կարևոր են։ Բոլորը։ Եվ շատերը զգում են, որ իրենք կարևոր չեն, նրանց թվում է, որ չունեն որևէ նպատակ։ Նրանք չգիտեն, թե որն է իրենց նպատակը, նրանք չգիտեն, թե որն է իրենց արժեքը, ինչու եմ ես այստեղ, ինչ է այս ամենը նշանակում։ Եթե դուք մեծացել եք անառողջ մթնոլորտում, դա ավելի է վատացնում իրավիճակը։ Կարծում եմ, որ բոլորն ինքնագնահատական են փնտրում։ Ձեր ծնողները կարող են մեծապես օգնել ձեզ, եթե վաղ տարիքից ասեն, որ դուք արժեքավոր եք, որ դուք կարևոր եք, որ դուք ունեք արժեք եւ կարող եք մեծ բաներ անել։ Եթե դուք այդպես եք մեծացել, պետք է գոհանաք Աստծուց ձեր կյանքի յուրաքանչյուր օրվա համար, որովհետեւ մեզնից շատերն այդպես չեն մեծացել։ Ես նրանցից մեկն եմ։ Իմ գլխում մշտապես սա էր հնչում, ինչ է կատարվում ինձ հետ, ինչը այն չէ ինձ հետ։ Ես մտածում էի, որ ինչ-որ բան այն չէ ինձ հետ, որովհետև հայրս սեռական բռնության էր ենթարկել ինձ, ես գիտեի, որ դա ճիշտ չէր։ Եվ դա չէր պատահել մյուսների հետ, ում ճանաչում էի, ուստի մտածում էի, ինչը այն չէ ինձ հետ, ինչն է սխալ իմ մեջ։ Հետաքրքիր է, երեխաներն իրենց մեղավոր են համարում այն բանի համար, ինչ մեծահասակն անում է իրենց հետ։ Դու մտածում ես, ինչն է սխալ իմ մեջ, որ ինձ հետ ուզում են այդպես վարվել։ Եվ ինձնից տարիներ պահանջվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ արդեն Աստծո խոսքի մեջ էի, մինչև որ այդ ձայնը դադարեց հնչելուց։ Եվ դա տեղի ունեցավ աստվածային այն ուսմունքի շնորհիվ, որ մենք արդարանում ենք նրա առջև Քրիստոսի արյան միջոցով։ Հետաքրքիր է, առաջին բանը, որ Աստված ցանկանում է տալ մեզ, իր արդարությունն է։ Հետաքրքիր չէ, որ նա ցանկանում է, որ մենք իմանանք, որ ինքը սիրում է մեզ եւ սիրում է, որովհետեւ այդպես է ուզում։ Իրականում ես մի հետաքրքիր բան լսեցի կամ կարդացի անցյալ շաբաթ։ Այն ասում է. Ինչու Աստված ստեղծեց մեզ։ Ինչու նա ցանկացավ մեզ, արդյոք նա ստեղծեց մեզ իրեն երկրպագելու համար։ Ոչ, իրականում նա ուներ հրեշտակներ դա անելու համար, եթե դա ամենն է, ինչ նա ցանկանում էր։ Արդյոք նա ստեղծեց մեզ իրեն ծառայելու համար, հասկանում եք, Աստված իրականում չունի կարիք, նա ոչ մի բանի կարիք չունի, ուստի նա չստեղծեց մեզ պարզապես իրեն ծառայելու համար։ Ինչու նա ստեղծեց մեզ։ Կարծում եմ մարդկանց մեծ մասը կասեր նրան սիրելու համար, բայց Աստված իրականում դրա կարիքը չուներ, որովհետև նա ոչ մի բանի կարիք չունի։ Աստված ստեղծեց մեզ, որովհետև ցանկանում էր սիրել ինչ-որ մեկին։ Պետք է խոստովանեմ, երբեք իսկապես այդպես չեմ մտածել։ Հասկանում եք, սերը պետք է հորդի։ Սերը չի կարող անշարժ մնալ, լճանալ։ Այն պետք է շարժվի, այն պետք է օրհնի ինչ-որ մեկին, այն պետք է ակտիվ լինի։ Աստված սեր է, սերն ինչ-որ բան չէ, որ Աստված անում է։ Նա պետք է ունենա ինչ-որ մեկին, որ սիրի։ Այնպես որ դու ստեղծված ես սիրո համար, ակնհայտորեն, եթե զգում ես, որ չունես դա, քեզ մշտապես թվում է, թե ինչ-որ բան այն չէ քեզ հետ։ Ես լսել եմ մարդկանց, որոնք ասել են, երբ հեռուստացույցի էկրանի միջոցով մատնացույց եք արել ինձ եւ ասել Աստված սիրում է քեզ, դա փոխել է իմ կյանքը, որովհետև թեև մենք մտածում ենք, որ բոլորը գիտեն դա, բայց շատ մարդիկ կյանքում երբեք չեն լսել այդ մասին։ Դուք նույնիսկ կարող եք տարիներ շարունակ գնալ եկեղեցի եւ լսել, թե ինչ պետք է անեք ու ինչ չպետք է անեք։
եւ երբեք իսկապես չարմատանալ ու չհաստատվել սիրո մեջ։ Աստվածաշնչում Պողոսն աղոթում էր, որ հավատացյալները խոր արմատներ գցեն Աստծո սիրո մեջ։ Ոչ թե փոքրիկ, այլ խոր արմատներ, որպեսզի ինչ էլ պատահի կյանքում չկարողանա արմատախիլ անել իրենց։ Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, ուստի հենց սկզբից մեզ արժեք է տրված։ Մեզնից բացի չկա այլ արարած, որ ստեղծվել է Աստծո պատկերով։ Եվ քանի որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, ունենք ազատ ընտրություն։ Դա արտոնություն է, բայց նաև պատասխանատվություն։ Աստված տալիս է մեզ ազատ ընտրություն, որովհետև չի ցանկանում, որ մարդիկ ստիպված ծառայեն իրեն։ Նա ցանկանում է մարդկանց, որոնց կարող է սիրել եւ որոնք արձագանքեն այդ սիրուն, ցանկանալով ծառայել իրեն։ Գիտեք, թե ինչպես ենք ծառայում Աստծուն։ Որն է նրան ծառայելու միակ ճանապարհը։ Քանի որ նա ոչնչի կարիք չունի, նա ցանկանում է, որ հասանելի լինենք իրեն, որպեսզի մեր միջոցով կարողանա սիրել եւ օգնել ուրիշներին։ Ամեն։ Այսպիսով Աստված ցանկանում է, որ մենք օգտագործենք մեր ազատ կամքը իր կամքը ընտրելու համար։ Դա այնքան պարզ է։ Դու օգտագործում ես քո ազատ կամքը ոչ թե պարզապես անելու այն, ինչ ցանկանում ես, թեև դու կարող ես։ Դու կարող ես մեղք գործել, եթե ցանկանում ես, բայց դու չես ունենա հրաշալի կյանք։ Աստված իր խոսքում ասում է, թե ինչն է բարի մեզ համար, բայց մենք կարող ենք ընտրել սխալ բան, եթե ցանկանանք։ Ամեն բան ունի իր հետևանքը։ Այն ամենը, ինչ ցանում ես, որոշակի պտուղ է բերում քո կյանքում։ Լավագույն բանը, որ կարող ես անել, խոսքը կարդալն է և կատարելը։ Որովհետև եթե դու այդպես վարվես, եթե ես այդպես վարվեմ, մենք կունենանք կյանք, որը աներևակայելիորեն հրաշալի է, և դա չի նշանակում, որ մենք չենք ունենա խնդիրներ, բոլորն էլ կունենան խնդիրներ, դու պետք է ընդունես դա, բոլորն էլ կունենան խնդիրներ, և դու կունենաս խնդիր քո կյանքում, և ոչ բոլոր փոթորիկներն են կանխատեսելի։ Ես փորձում էի ատամի իմպլանտ տեղադրել, որի համար որոշակի ժամանակ էր պահանջվում, որովհետև սկզբում ոսկորի մեջ պտուտակ են տեղադրում, որի ամրանալու համար անհրաժեշտ է 3 ամիս, որից հետո կարող են տեղադրել ատամը։ Ես 3 ամիս անցկացրի այդ ամենի մեջ և անցյալ շաբաթ, գրեթե 2.5 ժամ անցկացնելով ատամնաբուժական աթոռին, լսեցի, թե ինչպես ատամնաբույժն ասաց. այն չամրացավ։ Ունենալով ազատ ընտրություն, ես կարող էի ասել, լավ, մենք կփորձենք այլ բան։ Կամ կարող էի ընտրել վրդովվելը, զայրանալը, բորբոքվելն ու Աստծուն հարցնելը։ Ինչու սա պատահեց ինձ հետ։ Ինչպես այս առավոտ ասացի, նեղությունը խոստում է, բայց թշվառությունը ընտրություն։ Այնքան լավ կլինի, որ կարողանանք հասկանալ, որ մենք կարող ենք ընտրել մնալ երջանիկ, անկախ ամեն ինչից։ Ես գիտեմ, որ շատերս դժվարությունների միջով ենք անցնում, և հավանաբար կան մարդիկ, որոնք հենց հիմա լուրջ դժվարության մեջ են, և սատանան գուցե համոզել է, որ դու չես կարող ուրախ լինել, մինչև քո խնդիրը չվերանա, բայց դա սուտ է։ Իսկապես սուտ է։ Քո խնդիրը շատ ավելի արագ կհեռանա, եթե ուրախ լինես, որովհետև սատանան ուզում է գողանալ հենց քո ուրախությունը։ Երբ հստակ ցույց տաս նրան քո մտադրությունը, նա չի ստանա քո ուրախությունը։ Ամենայն հավանականությամբ նա կհեռանա և կանհանգստացնի մեկ ուրիշի, որի ուրախությունը կարող է գողանալ։ Ամեն։ Այնպես որ Աստված սիրում է քեզ, այդ կապակցությամբ ոչինչ չես կարող անել, բացի այդ սերն ընդունելուց։
Կցանկանամ եւս մեկ խորհուրդ տալ ձեզ։ Գիտեք, տարիներ շարունակ առավոտյան ես արթնանում էի եւ ասում «Օ Աստված, ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ»։ Հետո սկսեցի մի նոր բան անել։ Ես ասում էի «Աստված, ես սիրում եմ քեզ», այնուհետև նստում էի աթոռին, ձեռքերս պարզում, կարծես ընդունում եմ։ Եվ գուցե 5 րոպե պարզապես ասում էի «Ես ընդունում եմ քո սերը»։ Ես ընդունում եմ, թույլ տվեք ասել, ոմանց կյանքը կփոխվի, եթե վարվեք այդպես, որովհետև մինչև լիովին կգիտակցեք, Սատանան կհարձակվի ձեզ վրա մատնացույց անելով ձեր թերությունները, ձեր անօգտակար լինելը, ձեր երեկվա սխալները, այն, որ ոչ ոք չի սիրում ձեզ եւ ոչ ոք ոչինչ չի անում ձեզ համար եւ այլն եւ այլն։ Այնպես չէ։ Ես հավատում եմ, որ մարդը կարող է լինել դրական, եւ դա շատ կարեւոր է նրա համար, ով մեծացել է շատ բացասական մթնոլորտում եւ շատ բացասական անձնավորություն է։ Թույլ տվեք մի բան ասել, յուրաքանչյուրը կարող է լինել բացասական, աշխարհը քո կողքին է, ամեն բան աշխարհում այսօր բացասական է։ Այն ամենը, ինչ լսում ես, բացասական է, ամեն բան բացասական է, ամեն բան գնում է դեպի կորուստ։ Բայց դու կարող ես ընտրել։ Ազատ ընտրության մեկ այլ օրհնություն։ Դու կարող ես ընտրել ասելու. Ես ունենալու եմ դրական վերաբերմունք, ինձ չի հետաքրքրում, թե որքան բացասական են իմ հանգամանքները։ Իմ վերաբերմունքը իմն է եւ ոչ ոք չի վերցնի այն ինձնից եւ ես ընտրում եմ ունենալ դրական վերաբերմունք։ Կասեմ ձեզ, դուք կարող եք հազարավոր դոլարներ վճարել հոգեբուժական օգնություն ստանալու համար։ Եվ երբ անհրաժեշտ լինի վճռական քայլ անելու, դուք կտատանվեք։ Այնպես որ այս կեսօրին այս ամենը ես տալիս եմ ձեզ անվճար։ Դուք ասում եք, ես չեմ կարող դիմանալ, ես զգում եմ, որ հենց դա է խնդիրը։ Կարող եմ եւս մեկ բան ասել, դուք չպետք է ապրեք համաձայն ձեր զգացմունքների։ Ինչ են զգացմունքները, դրանք զգացողություններ են, դրանք փոփոխական են, դրանք փոխվում են։ Դուք զգում եք, որ պիտի անեք, դուք չեք զգում, որ պիտի անեք։ Ես զգում եմ, որ սիրված եմ, ես չեմ զգում, որ սիրված եմ։ Ես լավ եմ զգում, ես լավ չեմ զգում։ Ես զգում եմ, որ պիտի գրանցվեմ, ես չեմ զգում, որ պիտի ներկայանամ։ Բայց մենք կարող ենք ապրել մեր զգացմունքներից այն կողմ եւ դա նշանակում է, որ ես կարող եմ սխալ վարվելու ցանկություն ունենալ, բայց ճիշտ վարվել։ Շատ զորավոր է, երբ այլևս չեք վերահսկվում նրանով, ինչ զգում եք։ Ձեր շունչը, ձեր միտքն է, կամքը եւ զգացմունքները։ Եվ երբ վերստին ծնվում եք, Հիսուսը գալիս է ապրելու ձեր հոգում Սուրբ Հոգով։ Եվ նա սրբում է այն ամենը, ինչ ձեր ներսում է։ Փիլիպեցիների թղթում ասվում է ահով եւ դողով գործեք ձեր անձերի փրկությունը։ Գործեք այն։ Ոչ թե գործեք դրա համար, այլ գործեք այն։ Ինչ է դա նշանակում, աշխատեք Սուրբ Հոգու հետ, որպեսզի այն, ինչ Աստված դրել է ձեր մեջ, որպես պարգև սկսի գործել։ Եվ վերահսկել ձեր շունչը եւ վերջին հաշվով դրսևորվի ձեր մարմնի միջոցով, որպեսզի մյուս մարդիկ կարողանան տեսնել, որ Հիսուսի հետ փոխհարաբերություն ունենալը իրական է։ Այն երևակայություն չէ։ Դա նշանակում է, որ Սուրբ Հոգու միջոցով դուք սովորում եք ապրել ոչ թե նրանով, ինչ մտածում եք, այլ նրանով, ինչ ասում է խոսքը։ Դուք սովորում եք չապրել նրանով, ինչ զգում եք։ Դուք կարող եք ունենալ զգացմունքներ, բայց դուք կարող եք զգալ սխալ եւ անել այն, ինչ ճիշտ է։ Դա հզոր է։ Ես կարող եմ ցանկանալ ատել քեզ, բայց կարող եմ ներել եւ ամեն օր աղոթել, որ դու օրհնվես։ Եվ Սատանան ոչինչ չի կարող անել այդ կապակցությամբ։ Ես կարող եմ օգտագործել իմ կամքը Աստծո կամքին հետևելու համար։ Դա կոչվում է հոգևոր հասունություն։ Եթե ինչ-որ մեկը խնդրեր ձեզ կազմել այն բաների ցանկը, որ սիրում եք, որքան ժամանակ հետո դուք կլինեիք այդ ցանկում։ Սիրել ինքս ինձ։
Միթե դա չի հնչում այնպես, կարծես ինձնից բացի ուրիշ ինչ եմ տեսնում, ոչ։ Հիսուսն ասաց, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք, սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք։ Բայց Մատթեոս 22-րդ գլխում Հիսուսին հարցրին, ո՞րն է ամենակարևոր պատվիրանը, եւ նա ասաց. սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, անձով եւ մտքով եւ զորությունով, եւ երկրորդը սրա նման է. սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ ստանում եք հայտնություն, որ չեք կարող տալ այն, ինչ չունեք։ Հասկանում եք, Աստված լցնում է իր սերը մեր մեջ։ Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքով։ Երբ վերստին ծնվում եք, ունեք այս խաղաղությունը, այս սերը, այն թափվում է ձեր մեջ, եւ դուք որդեգրված եք Աստծուց, դուք դարձել եք Նրանը։ Եվ երբ ունեք այդ սերը, կարող եք սկսել ի պատասխան սիրել Աստծուն եւ սիրել ինքներդ ձեզ, ինչն իրականում Աստծո սերն ընդունելն է։ Դուք չեք սիրահարվում ձեզ, այլ սիրում եք Նրան, ում Աստված ստեղծել է, որ լինեք։ Ես չեմ խոսում նրա մասին, որ հիմա կաք, այլ նրա, ում Աստված ստեղծել է, որ լինեք։ Ահա թե որն է ձեր նպատակակետը։ Դուք սահմանված եք կերպարանակից լինելու Աստծո պատկերին, համաձայն Հռոմեացիների 8:29-ի։ Դա մեր նախասահմանությունն է, կերպարանակից լինել Աստծո պատկերին։ Եվ դա գործընթաց է, դա աշխատանք է։ Դա հաճելի զգացումներ չի առաջացնում։ Երբեմն դժվար է, դա պահանջում է հրաժարվել որոշ բաներից, որոնք կարծում եք, թե ցանկանում եք, բայց իրականում ձեզ անհրաժեշտ չեն։ Դուք կարծում եք, թե անհրաժեշտ են, որովհետև դա ամենն է, ինչ երբևէ ունեցել եք։ Դուք երբ մտում եք հրաժարվել դրանցից, քանի որ մտածում եք, որ դրանք այն են, ինչ ցանկանում եք, բայց երբ հրաժարվում եք, հասկանում եք, որ դրանք այն չէին, ինչ ցանկանում էիք, ավելի լավ է ուրախ լինենք, որ Աստված երբեմն ասում է ոչ, եւ չի տալիս այն, ինչ խնդրում ենք իրենից։ Ամենավատ վիճակը, որում կարող ենք հայտնվել, այն է, երբ ստանում ենք այն, ինչ Աստված չի ցանկանում, որ ունենանք։ Ուստի, եթե ես աղոթում եմ ինչ-որ բանի համար, որը հստակորեն ներառված չէ խոսքում, մշտապես ասում եմ. Աստված, խնդրում եմ, մի տուր ինձ դա, եթե քո կամքը չէ, որովհետև ես չեմ ուզում այն, ինչը դու չես ուզում, որ ես ունենամ։ Երբեմն մենք շարունակ խնդրում ենք ու խնդրում, եւ Աստծո միակ ընտրությունն է տալ մեզ այն, ինչ մտածում ենք, թե ուզում ենք, թողնել, որ մի փոքր թշվառ զգանք դրանով, այնուհետև գիտակցենք, որ ի վերջո դա այն չէ, ինչ ցանկանում էինք։ Գիտեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը, եթե պարզապես ունենաք դրական վերաբերմունք, եւ դադարեք զգացմունքներով ապրելուց, դադարեք թույլ տալուց, որ Սատանան վերահսկի ձեր զգացմունքները եւ մտքերը եւ ապրեք Աստծո խոսքի համաձայն։ Երբ մարդիկ չգիտեն իրենց արժեքը եւ նշանակությունը Աստծո մեջ, փորձում են գտնել դրանք տարբեր բաների միջոցով։ Եվ ձեզ ընդհանրապես պետք է նայել աշխարհին այդ ամենը տեսնելու համար։ Բոլորս էլ արել ենք դա, դուք փորձում եք գտնել ձեր արժեքը եւ գնահատականը ձեր տեսքի միջոցով, ձեր ծանոթների միջոցով, հագուստի միջոցով, հարևանների միջոցով, կրթության մակարդակի միջոցով։ Աշխատավայրում ունեցած պաշտոնի միջոցով։ Եվ մարդիկ ապրում են այս կեղծ կյանքով, որովհետև նույնիսկ չեն անում այն, ինչ ցանկանում են անել, որովհետև գուցե դուք ցանկանում եք անել ինչ-որ բան, որն աշխարհը կարևոր չի համարում։ Եվ դուք մտածում եք, ես չեմ կարող անել դա, որովհետև դա այն չէ, ինչով աշխարհը կհիանա։ Եվ ամբողջ կյանքում անում եք այն, ինչ ատում եք։ Հիշում եմ, մի աղջիկ մոտեցավ ինձ եւ ասաց, որ իր եկեղեցին վաղ առավոտյան աղոթում էր եւ իր բոլոր ընկերները մասնակցում էին այդ աղոթքին։ Նա ասաց. ես չէի ուզում մասնակցել աղոթքին։ Ես ուզում էի, որ ունենայի մասնակցելու ցանկություն, որովհետև դա այն էր, ինչ պետք է անեի, բայց չունեի այդ ցանկությունը։ Իրականում ես ուզում էի հետևել նրանց երեխաներին, մինչ նրանք աղոթում էին։ Աստված լրացնում է ամեն կարիք, եթե մենք բավականաչափ համարձակ ենք անելու այն մասը, որ Աստված տալիս է մեզ անելու։
Փոխանակ թույլ տալու, որ ինչ որ մեկը հրի ձեզ այն բանի մեջ, ինչ ինքն է անում, որպեսզի իրեն ավելի լավ զգա։ Եղեք բավականաչափ համարձակ ասելու, ոչ, դա այն չէ, ինչի համար ես ստեղծված եմ։ Որքան ավելի լավ կլիներ, եթե այդ աղջիկը հետևեր նրանց երեխաներին, եւ նրանք գնային աղոթքի ու չանհանգստանային նրանց համար եւ բավարարված լինեին, թե այդ աղջիկը, թե նրանք։ Սուրբ գրքում Մովսեսի մասին գրված է, որ նա քրտնաջան աշխատում էր եւ նրա աները տեսնելով այն ամենը, ինչ նա անում էր, ասում է. «Ինչ ես անում։ Ինչու ես դու մենակ նստած, իսկ այս բոլոր մարդիկ ամբողջ օրը կանգնած են քո շուրջը։ Ինչու չես թողնում, որ օգնեն քեզ»։ Նա ասաց. «Մարդիկ ուզում են, որ ես դատեմ իրենց»։ Մարդիկ։ Նա պետք է հաճեցներ մարդկանց։ Սա այն է, ինչ մարդիկ ցանկանում են, ես պետք է գոհացնեմ նրանց, ես չեմ կարող բավարարված լինել, ես պետք է բավարարեմ նրանց։ Եվ նրա աները մի շատ հետաքրքիր բան ասաց. «Այդպես անպատճառ դու էլ կմաշվես եւ քեզ հետ եղող այս ժողովուրդն էլ»։ Ինչու պիտի մարդիկ մաշվեին, եթե ոչինչ չէին անում։ Որովհետև եթե դու մի տեղում ես եւ օժտված ես Աստծուց ինչ որ բան անելու եւ քեզ թույլ չեն տալիս, քանի որ պնդում են, որ իրենք պետք է անեն, ի վերջո դու այնքան դժգոհ ես դառնում, որ չես ցանկանում լինել այնտեղ, որովհետև քո պարգևը չի գործածվում։ Լավ է, որ մեկ մարդ գոնե հասկանում է ինձ։ Գիտեք, ես հիմա աշխատում եմ ավելի քիչ, քան երբևէ եւ նույնքան, եթե ոչ ավելի պտուղ եմ տալիս, որքան երբևէ տվել եմ։ Գիտեք ինչու, որովհետև ես աշխատում եմ ավելի խելամտորեն։ Քան ավելի քրտնաջան, Աստված իմ շուրջը դրել է տաղանդավոր մարդկանց եւ ես չեմ փորձում անել այն, ինչ նրանք օժտված են անելու։ Կար ժամանակ, երբ ես օժտված էի անելու այդ ամենը։ Բայց երբեմն Աստված կվերցնի քեզնից ծոցությունը կամ պարգևը ինչ որ բանի համար եւ կտա այն մեկ ուրիշի, որովհետեւ նա ուզում է, որ դու մեկ այլ բան անես։ Բայց եթե դու միայն քեզ ես տեսնում ու մտածում, որ ոչ ոք բացի քեզնից չի կարող լավ աշխատանք կատարել, իմացիր, որ նրանք չեն անի քեզպես։ Բայց հավանաբար ավելի լավ կանեն։ Դու պետք է մի փոքր խեղդես քո հպարտությունը։ Եվ երբ ինչ որ մեկին ինչ որ բան ես հանձնարարում, չես կարող տալ նրան միայն պատասխանատվություն։ Դու պետք է տաս նաև որոշակի իշխանություն։ Մեկ անձնավորություն այնտեղ հասկանում է. այսօր ես գերազանց եմ կատարում իմ առաջադրանքը, մեկն այնտեղ, մյուսն այնտեղ։ Հասկանում եք, ձեզնից շատերը կարող էին ավելի շատ հանգստանալ եւ ավելի քիչ լարվել, եթե պարզապես չփորձեիք ստանալ ձեր արժեքը եւ գնահատականը ամեն բան ինքնուրույն անելով։ Կամ վախենալով, որ մեկ ուրիշը կարող է մի փոքր վաստակ ունենալ։ Մենք ուզում ենք հրաշալի լինել։ Ուզում ենք, որ բոլորն ասեն, թե որքան հրաշալի ենք մենք։ Բայց դուք պետք է թույլ տաք, որ ուրիշներն էլ վաստակ ունենան։ Գիտեք ինչ, որքան բարձրացնեք մարդկանց, այնքան ինքներդ կբարձրանաք։ Այսպիսով Մովսեսի աները Աստծո ուղղորդմամբ ասաց. վերցրու 70 մարդու, ձեռնադրիր եւ թող այն հոգին, որ քեզ վրա է, լինի նրանց վրա, եւ դարձրու նրանց տասնապետներ, 50-ապետներ, 100-ապետներ եւ 1000-ապետներ։ Վերջապես Մովսեսը մի փոքր հանգստացավ։ Ես նույնպես ստիպված եղա սովորել այդպես վարվել։
Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։